Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի նշվեց մարտի 31-ին։ Հարության տերունական տոնը քրիստոնեական գլխավոր տոնն է։ Հավատացյալները տոնը նշում են մեծ ջերմեռանդությամբ։ Զատկական պատարագները միշտ բազմամարդ են, այդուհանդերձ այս տարի Հարության տոնին հայոց եկեղեցիները հատկապես լեցուն էին։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում պատարագիչն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն էր։ Հայրապետական պատարագին հազարավոր մարդիկ էին ներկա։ Աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցում հավատացյալները Հարության ավետիս նստացան անձամբ նորին սրբությունից։ Այստեղից էլ հնչեց եւ ուղիղ հեռարձակվեց հայոց հովվապետի զատկական ուղերձը։ Վեհափառ հայրապետը շեշտեց, աշխարհի հարափոփող իրադարձությունների եւ հատկապես բարդ ու դժվարին իրավիճակների մեջ Հարության շնորհներով հավատացյալները զորանում են։ Հայրապետը հորդորեց չընկրկել մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործել պարտվողական հոգեբանությամբ եւ չվերածվել վհատված ու տկար ազգի, վտանգելով մեր հայրենիքի ապագան ու անկախ պետականությունը։ Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն Գողգոթայից Հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք, իր քարոզում ասաց վեհափառ հայրապետը։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Նույն օրը Գարեգին II ամենայն հայոց հայրապետի զատկական ուղերձը ընթերցվել է հայոց բոլոր եկեղեցիներում մատուցված պատարագի ժամանակ։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։